Եթե ինձ հարցնեիք, թե մինչ այժմ ընթերցածս գրքերից որն է եղել եւ հետաքրքիրը, եւ դժվարը, եւ որն ամենաերկարն եմ ընթերցել ու ամենաշատ ժամանակն եմ տրամադրել ընդհանուր գրքի իմաստը հասկանալու համար, ապա ես միանգամից կպատասխանեի, որ այդ գիրքը կոլումբացի վիպագիր Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունն է։ Ստեղծագործությունը համաշխարհային գլուխգործոցներից է հանդիսանում եւ համարվում է 20-րդ դարի լավագույն վեպերից մեկը ու շարունակում է լավագույններից համարվել նաեւ 21-րդ դարում։ Իսկ իսպաներեն գրականության մեջ երկրորդը Սերվանտեսի Դոն Կիխոտից հետո։ Հեղինակը ըստ իր հուշերի բավականին դանդաղ է գիրքը գրել մոտ 2.5 տարվա ընթացքում օրական մոտ 1 էջ։ Ստեղծագործությունը լույս է տեսել 1967 թվականին, իսկ մասնագետների կարծիքով հենց 100 տարվա մենությունն է դրդապատճառ հանդիսացել, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի։ Մարկեսին պաշտում էին կամ ատում, անգամ Միացյալ Նահանգներում նա համարվում էր persona non grata, չնայած որ նրա գրքերը թաքուն անկողնու տակ էին պահում անգամ երկրի նախագահները։ Նրան մեղադրում էին կոմունիստական գաղափարներ կրելու ու տարածելու մեջ, չնայած որ հեղինակի միակ պայքարը հասարակ միամիտ գյուղացու պայքարն էր, ինչն էլ հստակ արտացոլված էր նրա Նոբելյան ելույթով։ Վեպը մոգական ռեալիզմի կատարյալ դրսևորումներից է հանդիսանում։ Վեպի դեպքերը տեղի են ունենում մտածածին Մակոնդո քաղաքում։ Մակոնդո քաղաքը հիմնադրած բուենդիաների տոհմի 6 սերունդների պատմությամբ հեղինակը ներկայացնում է 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի իր հայրենի Կոլումբիայի պատմությունը։ Չհաշված գրքի մեծ թվով հերոսներին, յուրաքանչյուրը իր չափով միայնակ է ու հեղինակին հուզում է ոչ միայն մարդկային միայնությունը, այլև իր երկրում կատարվող իրադարձությունները, չէ՞ որ 20-րդ դարաշրջանի ընթացքում Լատինական Ամերիկան քաղաքական վայրիվերումների հեղափոխական գործընթացների մեջ էր։ Գիրքը դժվար է, համենայն դեպս ինձ համար դժվար էր։ Ես դիտեցի նաև էկրանավորված տարբերակը Netflix-ում մինի սերիալ կա 2024 թվականին նկարահանված, բավականին գունեղ, գեղեցիկ եւ այն ինձ օգնեց ինչ-որ չափով հասկանալ, թե ինչ է ուզում ասել հեղինակը այս պատմությամբ։ Իհարկե դա էլ ինձ չբավարարեց։ Ես դիտեցի տարատեսակ ու կարդացի տարատեսակ նյութեր, վերլուծություններ, թե հեղինակի վերաբերյալ, թե նրա 100 տարվա մենություն ստեղծագործությանն առնչվող։ Որից հետո միայն ինչ-որ չափով գուցե կարողացա հասկանալ գրքի առանցքային իմաստը։